Արադ ցեմենտը շատ շուտով լինելու է պետական։ Վարչապետի այս հայտարարությունից 7 օր անց գլխավոր դատախազությունը հայտարարեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում դատախազության միջնորդության հիման վրա Արարատ ցեմենտը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։ Արարատ ցեմենտը պետականացնելու մասին Փաշինյանը առաջին անգամ խոսել էր նաև քարոզարշավի ժամանակ։ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմն այս մասին լրատվամիջոցներից ու դատախազության հայտարարությունից է տեղեկացել։ Ծառուկյանի եւ նրա փաստաբանական թիմին ոչ դատախազությունից ոչ դատանիշ չեն տեղեկացրել նման process-ի մասին, հայցի ապահովման մասին որոշումը կամ գույքի կառավարման հանձնելու մասին որոշումը միջև չի հանձնվել։ Դիմել ենք դատարան, որպեսզի այդ որոշման օրինակը տրամադրեն, որպեսզի հասկանանք, թե ինչ հիմնավորումներ են նշել դրանում։ Բայց միջև որոշմանը ծանոթանալը արդեն իսկ միանգամից կարող ենք հայտարարել, որ սա կոնկրետ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացող քաղաքական հետապնդման տարերից մեկն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունում այլևս ոչինչ գաղտնի տեղի չի ունենում, Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարում է կոնկրետ թե ինչ գործողություններ պետք է կատարեն իրավապահ մարմինները, այս թվում դատարանները, եւ միանգամից դրանք իրականություն են դարձնում կոնկրետ իրավասու պետական մարմինները։ Այս դեպքում շատ վաղուց եւ վերջերս նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետը հստակ հայտարարում էր, որ Արարատ ցեմենտը պետականացվելու է եւ նաեւ հստակ նշում էր, որ կառավարիչ է նշանակվելու։ Եվ մենք այսօր տեսանք, որ ինչ ասել է, կոնկրետ պետական մարմինները դա արվեցին։ Այդ դեպքում նաև իբր անկախ համարվող դատարանները։ Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի եւ նրան փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը 2023 թվականի հոկտեմբերի 9-ին է ներկայացվել հակակոռուպցիոն դատարան։ Իրավապահների գործողությունները մի շարք հարցեր են առաջացրել եւ դրանք ոչ թե իրավական տիրույթում են, այլ քաղաքական, ասում է Երեմ Սարգսյանը։ Եթե միջև հիմա այս վարույթը կա ապօրինի գույքի բռնագանձման, այդ ոնց է լինում, որ Արարատ ցեմենտի հետ կապված նման գործողություններ անելու անհրաժեշտություն ոչ դատախազությունը, ոչ դատարանը չէին տեսնում։ Ինչպես է ստացվում, որ երբ որ վարչապետը նման հայտարարություն անում կոնկրետ գործողություն անելու մասին, դատախազությունը միանգամից սկսում է գործընթաց, քննչական կոմիտեն սկսում է գործընթաց, դատարանները դեռ բոլոր գործընթացների հետ կապված հանրամիջնորդությունները բավարարում են։ Այստեղ ուղիղ նշանակում է, որ սա քաղաքական հանձնարարության հետևանք է, այլ ոչ թե իրավական գործընթաց։ Իհարկե որ դատարանի որոշումը ստանանք դրանից բխող հնարավոր բողոքարկումների եւ մեր գործողությունները կատարենք, բայց մի բան հաստատ է, որ այստեղ գործ ունենք քաղաքական հրահանգի եւ դրա իրականացման հետ, այլ ոչ թե իրավական գործընթացների։ Հայաստանում իրավական անվտանգության լրջագույն խնդիր ունենք։ Սեփականության իրավունքի անձնական ազատության հետ կապված սահմանադրական որևէ նորմ չի գործում, ասում է փաստաբանը։ Երեմ Սարգսյանի կարծիքով սա ոչ միայն ներպետական խնդիր է, այլ բացասական ազդեցություն է ունենում երկրի հեղինակության ու վարկանիշի վրա։ Պատկերացրեք, որ որևէ այլ խոշոր գործարար ներդրող պետք է արտասահմանից որոշի Հայաստանում նման խոշոր ներդրում անի, օրինակ գործարան, կառույցի կամ ինչ-որ նման գործընթացների մեջ լինի։ Եվ ինքը ցանկացած գործարար ուսումնասիրում է այդ երկրում օրենքի, դատարանների վիճակը, այսինքն դատարանների անկախությունը, բայց պատկերացրեք, որ մի օր պարզի, որ այդ գործարարը Հայաստանում ինչ-որ քաղաքական իշխանության ներկայացուցիչ հետ որևէ խնդիր ունենա, նշանակում է ուղիղ հանձնարարություն կարող է լինել նրան սեփականազրկելու, եւ այդ սեփականազրկումը տեղի ունենա։ Պատկերացնեք, որ մի հատ եվրոպական երկրում ասեն, որ երկրի ղեկավարը նման հայտարարություն արել, որ պետք է բռնագանձի, պետք է պետականացվի, անձը պետք է բանտում հայտնվի ու միանգամից անմիջապես հետևեն իրավապահ մարմինների գործողությունները։ Սա այո, սեփականության իրավունքի կոպտագույն խախտում է տեղի ունենում եւ ոչ միայն սեփականության։ Հնարավոր բոլոր օրենքների խախտումներ է տեղի ունենում, բայց դες բան ունենք այն, ինչ որ ունենք։ Հայտարարվեց, որ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տալու լքի երկիրը, թույլ չտվեցին, դատախազությունն ակնհայտ ապօրինի մեղադրանք ներկայացրեց եւ բացակայելու արգելք կիրառեց։ Հետո հենց իրենք հաստատեցին, որ այդ մեղադրանքը ակնհայտ ապօրինի էր, ասում է փաստաբանական խմբի անդամը։ Հայտարարվել էր նաեւ, որ Ծառուկյանն ընտրություններից հետո պետք է բանտում հայտնվի։ Սրան եւս հաջորդեցին արդեն հայտնի գործողությունները։ Փաստաբանը զավեշտալի է համարում իրավապահների ու իշխանության ներկայացուցիչների պնդումները, թե պրոցեսն իրավական է։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։